Վերջերս մեր եւ ձեր վճարած հարկերի հաշվին Երևանից հատուկ չվերթով պատվիրակություն էր մեկնել Բաքու։ Իբր բարի դրացիական հարաբերություններ հաստատելու թշնամու հետ։ Բաքու մեկնած անձին բարոյական իրավունք ունեն խոսելու Հայաստանի հասարակության իմ եւ ձեր ակցից։ Չէ, միանշանակ ոչ, որովհետեւ ես հասարակության մեջ ապրում եմ, տեսնում եմ, որ մարդկանց ոչ ոք չի ընդունում։ Ես եթե 10-ը ծանոթ ունեմ, 10-ից 9-ը չի համաձայն չի իրանց հետ։ Այսքան մեծ թվով Ոնց կարա էլի հասարակության անունից ինքը։ 30 հոգի մարդ են հավաքվել, իրանք իրանցով այն փոքրիկ խմբակը, որ ասում են Սամվել Կարապետյանը իրան։ Մանուս մենակ ես կարամ խոսամ այդ։ Նրանք իրավունք ունեին խոսելու։ Դե որ իրանք են տենց բանով կարող ունենան իրավունք, բայց չէ, իմ կարծիքը պետք է օրինակ հարցնեն, ես հեր եմ փորձել այս պատերազմում շատ հարազատ մարդիկ եմ փորձել, իմ հետ էլ պետք է էլի ոչ թե իմիննավոր իմ հետ, ժողովուրդը պետք է բանան, ահա էլի բա որ տենանք ոնց ալնի, չէ, ես լավ բան չեմ սպասում ես։ Նախ մի րոպե մատ հասկանանք, ովքեր են մեկներ Բաքու։ Ովքեր են այս մարդիկ։ Մի հատ իրաց դոսյան բացենք, կարդանք, էլի, ասենք։ Այս մարդը ինչ ունի արած, որ իմ անունից, ձեր անունից, այդ մա Բաքուի շորագավոր կեք անի։ Ո՞վ է իրան թույլատրի առասարակ այս կյանքում։ Ոչ, իրավունք չունի։ Այս երկիրը պետք է ղեկավարեն արյուն թափած Հայաստանի նպատակներով էփած մարդիկ, գաղափարապես զարգացած մարդիկ։ Մենք այնց մսաղ աշխարհը մեզից համ գովում, համ էլ ասում այսիշ վիճակ են սրանք։ Կարծում եմ ոչ։ Մեր պատմության ցավոտ կողմը մենք երբեք չպետք է մոռանանք, անկախ այն բանից հիմա ինչ են մեզ առաջարկում մոռանալ, մերը չէ պետք չէ ընդունել, այդպիսի բան չպետք է լինի, որովհետև մենք պատմության տերն ենք եւ անկախ նրանից պետության ղեկավարը ինչ է ասում կամ ղեկավարությունը ինչ է ասում, մենք պահանջատեր եղել ենք, կմնանք ու մեր պահանջատիրությունը պետք է ոչ թե մենակ մեզանով սկսվի կամ վերջանա, այն պետք է շարունակվի նաեւ մեր սերունդների կողմից։ Նրանք պետք է ճանաչեն իրենց նախկին, իրենց պատմությունը երբեք չեն մոռանալ։ Այն ժողովուրդը, ով մոռանում է իր պատմությունը, ինքն իրեն է մոռանում։ Ես իմ կարծիքով որ չէ։ Որովհետև երբ էլ գնացել են լավ բաներ չենք սպասել, լավ բան չի եղել։ Այսքան ժամանակ ես լավ բան չեմ տեսել, դրա համար էլ չգիտեմ։ Ոչ։ Դե Թուրքիա հետ ինչ պետք է խոսամ։ Թուրքիա հետ խոսալ մենակ զենքով։ Ոչ։ Որովհետև մեր թշնամուն ոնց կարա մեր մասին լավ բան խոսա կամ բարոյական իրավունք ունենա խոսալու, ընդհանրապես մեր մասին։ Թշնամի մնում է թշնամի, վերջ։ Օրինակ Թուրքիայի հետ բանակցի այն դեպքում, եթե որ Թուրքիան բանը խաղաղություն անի, մենք ընդհանրապես այն հին վաղտանից մենք Թուրքիայի հետ թշնամություն ունենք։ Ոնց էլ լինի նա ասում է օծը տաքացնողին է գցել։ Միշտ էլ այդպես մեզի քանդի կտան։